ինչ է կատարվել առաջին հարցին պատասխանեմ մեր ընկեր, կուսակից ընկեր Գոհար Գումաշյանը ձերբակալված է այս պահին հստակ ինչ հոդվածով եւ հստակ ինչ թեմայով չեմ կարող ասել, չեմ տիրապետում ինֆորմացիային, թե ինչի համար է այս ամեն ինչը, հերթական անգամ կասեմ, որ այս ամեն ինչը իշխանության վախերից է, իրանց վախերի դրսևորումն է, հավանաբար մեր Ազատության հրապարակի միջոցառումը, մեր քայլերթը շատ է իրանց վախեցրել, սա ուղիղ դրա արդյունքն եմ ես տեսնում եւ այս դրսևորումները ոնց որ իրանք են իրենց պահում են աղջիկների հանդեպ, այս բային չեմ ուզում որակավորում տալ, սպասենք հասկանանք փաստաբանները ինձ թվում է ուր որ այա դուրս կգան, կհասկանանք ինչի մասին է խոսքը։ Կհիշեք Նիկոլ Փաշինյանը ժամանակին տարիներ առաջ մի արտահայտություն էր արել, որ ասել էր դուք իրավիճակին չեք տիրապետում, ավելի քան համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը իրավիճակին չի տիրապետում, առհասարակ թե հանրապետությունում ինչ մթնոլորտ է տիրում է փոփոխության մթնոլորտ եւ մեր հանրությունը ուզում է փոփոխություն եւ այդ փոփոխությունը տեսնում է Սամվել Կարապետյանի հետ եւ մեր Ազատության հրապարակի հավաքը դրա մասին էր խոսում, շուրջ 40,000 մարդ է ներկա գտնվել հավաքին եւ պլյուս Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը կարծում եմ, որ իրեն այդ ամենի մասին մի քիչ գոնե ինքը հասկանում է, մի քիչ ակնարկով գոնե, որ մարդիկ իրեն չեն ընդունում եւ փոփոխություն են ուզում։ Մեր իշխանական շրջանակները սցենարը ինչպես չկրկնել եւ ունենալ հաջողություն, ամբիցիան նկատեմ հավաքական։ Ես կարծում եմ, որ Սամվել Կարապետյանի առաջարկած փոփոխությունները եւ Ուժեղ Հայաստան դաշինքը ինքնիրենով արդեն 2021 թվականի սցենարը չի եւ այդ իսկ պատճառով տեսնում եմ, որ հանրությունը լրիվ ուրիշ հույս ունի եւ լրիվ ուրիշ էներգիայով է պայքարում, որ ունենա Ուժեղ Հայաստան։ Կունենանք։ Այո։ Չեմ զուգադիպությունների եւ պատահականությունների մասին չեմ կարող խոսել, այս ռեպրեսիվ գործողություններ է իշխանության կողմից, նենց չի որ չենք սպասում, ամեն ինչ էլ իրանցից սպասում ենք, որովհետեւ իրենք դրա մասին են, այսինքն ոչնչի։ Վաղը ժամը 12-ին Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի հերթական նիստն է լինելու։ Պարոն Ալեքսանյան, դուք 40,000 մասնակցի մասին նշեցիք հանրահավաքի, բայց կան տվյալներ, որ եթե չեմ սխալվում 12,000 մասնակցի մասին են խոսել։ Խնդրում եմ կմեկնաբանեք։ Մեկնաբանում եմ, դուք ներկա եղել եք հանրահավաքին, կարծիք ունեք որևիցե։ Շատ էին, բայց հաշվել չենք կարող պարոն Ալեքսանյան։ Դե ես չեմ կարծում դուք հաշվել չեք կարող, ես կարծես թե Դանիել Իոնիսյանի ամենայն հարգանքով ամեն ինչից անկախ Դանիելի մաթեմատիկայի դասատուին ես կարծում եմ, որ իր խնդիրն է եղել, որ մաթեմատիկան տենց էլ չի կարողացել սովորել եւ հաշվել չի կարողանում եւ իրենց ԿՊԱ-ական մնացած թիմակիցներ ովքեր նման բան են գրել, ամենայն դեպս ովքեր որ եղել են այդտեղ, ամենայն դեպս ովքեր որ կադրերը տեսել են, կադրերը հրապարակված են, այդ էներգիան ներկաները ստացել են, շատ ու շատ 100,000-ավոր մարդիկ այդ էներգիան էկրաններից այն կողմ են ստացել, ես իմ համեստ հաշվարկներն եմ ներկայացնում, ասում եմ 40,000 հոգի եւ ավել մարդ է եղել։ Հակապարտության կոմիտեն արդեն հաղորդագրություն տարածել է առ այն, որ բարեգործության արգելքի պայմաններում մարտ ամսին մի դեպքում անհատույց գումար է տրամադրել մի անձի, մի այլ դեպքում կոստացել է ծառայություն մատուցել։ Հակակոռուպցիոն կոմիտեն այդպես հաղորդագրություն է տարածել, նշել, որ երկու անձի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել եւ նրանք ձերբակալվել են։ Ըստ էության խոսքը Տիկին Հումաշյանի եւ մյուս անձի անունը Վերջինների մասին է խոսքը։ Նյութին չեմ տիրապետում, չգիտեմ ինչի մասին է խոսքը, ավելի քան համոզված եմ, որ սա հերթական, դատարկ, շինծու,
գործերն են փորձում կարել, ինչ-որ մի բան անել, սպասենք, հեսա թող իրավաբանները դուրս գան, արդեն կմանրամասնեն։ Այ այս ձերբակալությունները ձեր թիմակիցների շրջանում որոշակի վախի մտնելով կարող են սերմանել։ Ես շնորհակալ եմ այդ լավ հարցի համար, ավելի քան հավաստիացնում եմ թե ձեզ, թե մեր հայրենակիցներին, որ ոչ մեր թիմակիցներին, ոչ հանրությանը, ոչ այն մարդկանց, ովքեր որ դեռ չեն միացել եւ պատրաստվում են միանալ, նմանատիպ դատարկ բաներով եւ առհասարակ որևիցե բանով մեզ վախեցնել չեն կարող։ Վախեցողն իրանք են վախենում, որ Սամվել Կարապետյանը այնպես է անելու, որ հայ ազգը գլուխը բարձր ապրելու, իրանք են վախենում, որ ուժեղ Հայաստան ենք ունենալու, իրանք են վախենում թասիբով, արժանապատիվ ու ազգային արժեքներով ապրող մարդկանցից, իրանք են վախենում, թող իրանց վախով տապակվեն ու էլի եմ ասում նմանատիպ եւ ոչ նմանատիպ ոչ մի բանով ոչ մեզ, ոչ մեր թիմակիցներին, ոչ մեր ապագա թիմակիցներին ու ոչ էլ մեր հայազգին չեն կարող վախեցնել, որովհետեւ հայազգը վախեցող տեսակ չի։ Իրանք իրենց փոքրիկ խմբակով են վախկոտ, ասեք։ Իսկ Տիկին Ղումաշյանի նորածնի մորը ձերբակալելը, այդ որոշումն էլ եք պատահական համարում, թե իրենք նպատակադրված են արել, որպեսզի գոնե այդպիսով ճնշեն ձեզ, եթե ասում եք չեք վախենում։ Եկեք սենց ասեմ, հա, քանի որ բոլորը գիտեն, ավելի քան համոզված եմ, որ իրենց նաև օպերատիվ տեղեկություններով հաստատ գիտեն, որ Տիկին Ղումաշյանի բալիկեց մի շաբաթ առաջ 40-ից դուրս եկել ու անգամ իրենք այդ փաստը հաշվի չեն առնում եւ Տիկին Ղումաշյանին ձերբակալել են այս պահին, հետագան կհասկանանք ոնց կլինի, դե դու մասին ենք խոսում ու ինչ ակնկալիքներ ունենք, կհասկանանք էլի։ Պարոն Ալեքսանյան, դուք ասացիք, որ պատրաստ եք սպասել եւ ձեզ համար այս ամենը, այնուամենայնիվ մինչեւ ընտրություններ սա չի բացառվում, որ միակ դեպքը չի լինելու։ Ինչ մեխանիզմներով եք պատրաստվում նաեւ որակը։ Հիմա դուք էլ այդ մեխանիզմի մի մասն եք, շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար, ձեր ամեն օրվա աշխատանքի համար եմ շնորհակալ, որ լուսաբանում եք եւ հանրությանը տեղակ եք պահում, թե այս վախկոտ իշխանությունները ինչով են զբաղված, այդ մեխանիզմի մի մասնիկն է, ըստ իս, որ սա արդար պայքար է, մենք պայքարում ենք ուժեղ Հայաստան ունենալու համար, իսկ իշխանականները իրենց վախից ելնելով գնում են այլ գործողությունների։ Պարոն Ալեքսանյան, տնային կալանք խափանման միջոցը չի որ ակտիվ մարդկանց իրադարձություններից հեռու պահելու համար է։ Այդ մտավախություն չունեք, որ ձեր սամ թիմակիցների այս բոլոր նախնական շրջանում են տնային կալանքերով կհեռացնել պրոցեսներից։ Մտավախություն չունենք, բացարձակ մտավախություն չունենք, որովհետև ձերբակալությունով կլինի, ինչ որ այլ գործողություններով կլինի մեր պայքարից ոչինչ չի կարող հեռու պահել։ Հավատացեք, բոլոր հնարավոր պլանները ունենք։